Սիրելիներս, շարունակության մեջ կուզենայի այս կարևոր բանը ավելացնել, որ այդ միտքը շարունակական է։ Եթե մենք որպես հայեր միասնական չենք եւ չենք կարող մենք այս միասնությունը պայքար ստեղծել, պայքարենք մեր սրբությունների համար, սիրելիներս, ավելի լավ է մենք ստեղծենք օտարազգիների հետ, իհարկե այն օտարազգիները, որոնք ուզում են պահպանել մեր սրբությունները, ոչ թե քանդեն, սիրելիներս։ Այսինքն այն մարդիկ, որոնք աստվածավախ են։ Կապ չունի թե իրանք հայ են, թե հայ չեն, եթե պետք է հայի հետ մենք համագործակցենք եւ ձախողում լինի, ավելի լավ օտարների հետ, սիրելիներս։ Հավատարիմ օտարազգին ավելի լավ է, քան անհավատարիմ ազգացին, да, верный иностранец более лучше может сотрудничать, чем неверный соотечественник. И это радостная новость для всех, которые боятся, но знайте, что неважно какой нации, какого цвета кожи, какой расы, самое главное, чтобы человек был богобоязненным, верил в триединство, был рожден свыше, այսինքն նա լինի աստվածավախ, ի վերոստցնված, Սուրբ Երրորդությունը ընդունի, սիրելիներս, որպեսզի մենք կարողանանք միասնական լինենք։ Coalition for synergy and for all people careful each other and for goodness in present and future. Այսինքն մենք բոլորս եթե կարողանանք միասնական լինենք եւ հոգատար լինենք միմյանց նկատմամբ, մենք կարողանանք մեր ներկան եւ ապագան կերտենք։ Сможем мы создать и наше настоящее и будущее вместе. Это синергия, и которая дает нам возможность сотрудничать везде, в любой стране, делать бизнес, заниматься всем, что нужно, заниматься тем, что Богу угодно, եւ այդ ամեն ինչը, որը որ 7 զարգացման փուլերով է, այսինքն հոգեվոր, հոգեբանական, տեղեկատվական, ֆիզիկական, հասարակական եւ ֆինանսական